Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն «Պոակը» ներկայացնում են։ Քո արվեստը դպրոցում։ Այսօր ուղին մեզ դեպի Տավուշի մարզ տարավ, գյուղ Այգեհովի։ Օրվա հյուրը դերասանուհի Տաթևիկ Ղազարյանն է։ Տաթևիկ Ղազարյան, դերասանուհի, ծնվել է 1983 թվականին Երևանում։ 1999-ից 2003 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում, Սոս Սարգսյանի արվեստանոցում։ 2000 թվականից աշխատում է Երևանի Սոս Սարգսյանի անվան պետական համազգային թատրոնում որպես դերասանուհի։ Համագործակցում է նաև Աշտարակի և Գյումրու դրամատիկական թատրոնների հետ։ 2003 թվականից մի շարք հեռուստաընկերություններում աշխատում է որպես ֆիլմերի և մուլտֆիլմերի կրկնօրինակող։ 2014-ից բեմական խոսք է դասավանդում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, իսկ 2021-ից խոսքի կուլտուրա Երևանի պետական բժշկական համալսարանում։ Մասնակցել է մի շարք միջազգային փառատոների և մրցույթների, զբաղեցրել հաղթական հորիզոնականներ և արժանացել մրցանակների։ 2011 թվականին արժանացել է ՀՀ մշակույթի նախարարի պատվոգրի։ 2012 թվականին որպես տարվա լավագույն երիտասարդ դերասանուհի և ևս 3 անգամ 2018, 2020 և 2023 թվականներին որպես տարվա լավագույն դերասանուհի արժանացել է Արտավազդ Հայաստանի ամենամյա թատերական մրցանակի։ Շատ շնորհակալ եմ, բարև ձեզ բոլորիդ, բարևում եմ հեռվից մինչև էստեղ։ Ես երևի կանգնած կանցկացնեմ մեր այսօրվա հանդիպումը, որպեսզի բոլորդ գոնե կարողանաք ինձ տեսնել։ Շնորհակալ եմ այսքան ջերմ ընդունելության համար։ Մենք շատ սիրով և շատ մեծ ուրախությամբ եկել ենք այստեղ ձեր համայնք, ձեր քաղաք, դրախտավայր, ես ինչպես ուզեցի կոչել։ Ես Տաթևն եմ, ինչպես իմացաք, մասնագիտությամբ դերասանուհի եմ։ Երևանում աշխատում եմ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում։ Վստահ եմ Սոս Սարգսյանին գիտեք, չէ՞, անունը լսել եք, հայ մեծանուն դերասան։ Իր իսկ ստեղծած, իր հիմնած թատրոնում ես աշխատում եմ որպես դերասանուհի։ Ինչպես նաև դասախոս եմ, դասավանդում եմ թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։ Ինչպես նաև հեռուստատեսություններում եմ աշխատում, երևի իմ դեմքը այդքան չէ, բայց գուցե իմ ձայնը ձեզ ավելի ծանոթ լինի, հայերեն մուլտֆիլմերից և ֆիլմերից գուցե լսած լինեք իմ ձայնը, այդպես ավելի կիմանաք։ Հեռուստատեսություններում նաև թատերական ստուդիաներում եմ դասավանդում ձեր հասակի, ձեզանից ավելի փոքր և մեծ երեխաներին թատերական արվեստ։ Ընդհանուր այնինչ կապված է թատրոնի հետ, այնինչ կապված է բեմական խոսքի հետ։ Ես այսօր պատրաստ եմ ձեզ տալ, պատրաստ եմ ձեզ հետ կիսել այն գիտելիքները և այն հմտությունները, որոնք կուտակել եմ տարիների ընթացքում։ Հավատացեք, թատրոնը դա մի հեքիաթային, մի հրաշալի աշխարհ է։ Հեքիաթ է, որ դու հայտնվում ես, դու կարողանում ես ապրել մի ուրիշ մարդու կյանքով, դու կարողանում ես ժամանակավոր լինել ուրիշի կյանքի տերը։ Շատ հետաքրքիր է մեր մասնագիտությունը և շատ բազմազան ու բազմագույն։ Տեսեք, ես ինչպես ասեցի, դասավանդում եմ թատերական ինստիտուտում խոսքի կուլտուրա, բեմական խոսք, այսինքն այնինչ դերասանը բեմից հնչեցնում է, դերասանը սովորում է բեմի վրա, ես հիմա տեսեք այսքան մարդ կա, չէ, ես խոսում եմ շատ բարձր, որպեսզի ինձ բոլորը լսեն։ Հիմա եթե առաջին 2 շարքում նստած լինեին ընդամենը, ես այսպես կխոսեի և ինձ առաջին 2 շարքը կլսեր, բայց հետևում ինձ էլ ոչ ոք չէր լսի, ճիշտ է։ Սրանք ձայնի տարբեր ինտոնացիաներն ու տարբեր բարձրություններն ու երանգներն են, որոնց տիրապետելու համար կան շատ վարժություններ, կան շատ կատարվելիք աշխատանքներ, որից հետո նոր կարողանում ենք մենք տիրապետել մեր ձայնի տարբեր ռեգիստրներին։ Թատերական ինստիտուտում ուսանողները սովորում են 4 տարի։
Եվ այդ 4 տարվա մեջ ամեն տարի անցնում են բեմական խոսք առարկան։ 4 տարի հետո նոր կարող է համարվել, որ իրենք լիարժեք տիրապետում են ձայնին եւ բեմական խոսքի հմտություններին։ Իհարկե, այս մի ժամը շատ քիչ է որևէ բան անելու համար, բայց կփորձենք հիմա ձեր որևէ մեկի օրինակով մի ինչ-որ բան ձեզ բացատրեմ ձայնի ռեգիստրների եւ ինտոնացիաների մասին, հա։ Օրինակով կուզի ներկայանալ, ուղղակի կանգնել եւ պատմել իր մասին մի փոքր։ Ներկայանալ ով է, որ դասարանում է սովորում, ինչ է ուզում դառնալ, որևէ մեկը ձեր ցանկությամբ, ով կուզի։ Ով է, ասեք։ Պատմիր քո մասին։ Վերցրու խոսափողը, արի ինձ մոտ։ Ով որ կուզի, հերթով կգաք։ Անունը քո ասա, խոսափողի մեջ։ Ես Սվետլանան եմ, 14 տարեկան եմ, եկել եմ Ազատամուտի միջնակարգ դպրոցից, սովորում եմ 9-ա դասարանում։ Հրաշալի։ Շատ եմ սիրում դերասաններին, մեծ հետաքրքրությամբ նայում եմ տարբեր ֆիլմեր, տարբեր թատրոններ։ Այսինքն քեզ հետաքրքրում է արվեստի այս ճյուղը, հա։ Այո, ապա մասնագիտությունս դեռևս ընտրել եմ թարգմանչական գործը, շատ եմ սիրում օտար լեզուներից անգլերենը։ Բայց կարող է հետո որոշես մեկ էլ դերասանուհի էլ փորձես։ Այո, իրականում շատ շուտվանից սիրում եմ դերասանություն, ցանկացել եմ դառնամ դերասան։ Հիմա այսպիսի հանձնարարություն եմ տալ, Սվետլանա, չէ՞ ասեցիր։ Հիմա պատկերացրու, այստեղ սարեր կան, չէ՞, սարերի ետևում են ծառերի մեջ մեկը կա, որ դու իրեն պիտի պատմես ով ես դու, փորձիր իրեն ասել։ Ոնց կասես, որ լսի ինքը քեզ։ Ես Սվետլանա։ Չլսեց։ Ինձ ասեց, որ չի լսում, ավելի բարձր։ Սենց բարձր, սարերի հետևում։ Ես Սվետլանան եմ, 14 տարեկան։ Ահա, շատ լավ, շնորհակալություն։ Սվետլանա, հիմա ես քեզ ուզում եմ մի փոքր հանձնարարություն տամ։ Բոլորդ լսեք, հետաքրքիր հանձնարարություն եմ տալիս Սվետլանային, տեսնենք ինչպես կհաղթահարի եւ եթե հետո էլի մեկը կունենա ցանկություն, իր հետ էլ կանենք։ Ընդհանրապես դպրոցում դասագրքերում լինում են վստահ եմ եւ անցած կլինեք շուտասելուկներ գիտեք, չէ՞։ Ինչ որ մի շուտասելուկ գիտես։ Որը գիտես, հələ պատմի։ Վարակ գնամ արագարի, արագ գնամ արագարի, թե մարագում կարագտար, կարակնարու շուտ արի։ Ահա, հիմա սա պատկերացրու, որ դու պիտի ասես շատ դանդաղ, վանկատելով փորձիր ասել, հետո նույնը արագ։ Վարագնա մարագարի, մարագը վերցրու ու շուտ արի։ Ապրես, հիմա արագ։ Վարագնա մարագարի, արագ գնա մարագարի, թե մարագում կարակ գտար, կարակնարու շուտ արի։ Ապրես։ Հիմա այսպիսի մի շուտ ասելուկ։ Սարի ուսին, սիրուն լուսին, սարի ուսին։ Կհիշես։ Կհիշեք, բոլորս եկեք սովորենք։ Սարի ուսին, սիրուն լուսին, սարի ուսի։ Հիմա իրար հետ ասում ենք, տեսնենք եւ դուք պիտի ասեք մեզանից ով կարողացավ ավելի լսելի եւ արագ ասել։ Ես ու դու ասում ենք։ Իսկ այսպիսի մի շուտ ասելուկ հանձնարար եմ, տեսնեմ կարող ես ասել։ Զարթուցիչը ջեռուցիչից ու հաշվիչից հեռու դիր։ Զարթուցիչը գնացինք։ Զարթուցիչը Ջեռուցիչից ու հաշվիչից։ Զարթուցիչը ջեռուցիչից ու հաշվիչից Հեռու դիր։ հեռու դիր։ Լավ հաղթահարեց, հանձնարարություններին չեք կարծում։ Արժի չէ ծափահարել նոր ուղարկել տեղ։ Սվետլանա, տես, այս ծափահարությունները ամենամեծ պարգևն է դերասանի համար։ Մենք բեմում խաղում ենք 2 ժամ եւ ավելի, որպեսզի արժանանանք այս ծափահարություններին։ Էնպես որ եթե քեզ սա դուր եկավ, եթե քեզ հաճելի էր ստանալ ծափահարություններ, ուրեմն անպայման մտածիր դերասանուհի դառնալու մասին, լավ։ Դե գնա, ապրես, շնորհակալություն։ Երեխեք, ընդհանուր հարց եմ տալիս։ Ով է ձեր սիրելի պոետը, հեղինակը, ում որ ամենաշատն եք հավանում, ում բանաստեղծությունները սիրում եք, անգիր գիտեք, ով է, կարող եք ասել։
Ես Մարիան եմ, իմ սիրելի հեղինակը Պարույր Սևակն է, իր ստեղծագործություններից ավելի շատ սիրում եմ գժվել եմ բանաստեղծությունը։ Գժվել եմ բանաստեղծությունը, ես էլ եմ շատ սիրում եւ մենք մեր թատրոնում ունենք ներկայացում Պարույր Սևակի 100-ամյակին նվիրված բեմադրել ենք, կոչվում է Մարդը ափի մեջ եւ այնտեղ էլ ներկայացման մեջ դերասաններից մեկը դա կարդում է շատ գեղեցիկ։ Կարող ես մի քանի տող կարդաս, մենք լսենք եւ կարդացածի վրա էլ, եթե ուղումներ կլինեն, եթե դուք էլ կնկատեք, եթե չէ, ես կնկատեմ, կուղենք եւ կփորձենք ավելի լավ, կօգնեմ քեզ ավելի։ Արի այստեղ։ Խնդրեմ, լսում ենք, Պարույր Սևակ, գժվել եմ։ Եվ ինձ լսելով կարող են ասել, գժվել է, ինչ է, իսկ ես էլ կասեմ, այո, գժվել եմ, ինչու չգժվեմ։ Հիմա պատկերացրու, ես քեզ հանձնարարություն եմ տալիս, հա, այս նույն բանաստեղծությունը, այս տողերը, փորձի, սա թող մնա քեզ մոտ, ես ունեմ բարձրախոս, եւ ինձ լսելով կարող են ասել գժվել է, ինչ է, չէ՞։ Այս երկու եւ ես էլ կասեմ, այո, գժվել եմ, ինչու չգժվել։ Փորձիր ասել շատ ուրախ ինտոնացիայով, պատկերացրու մի շատ ուրախ պատմություն ես պատմում քո ընկերներին, որ այդպես են քեզ ասել, ոնց կասես, ընկերների, դեպի դահլիճ խոսի։ Եվ ինձ լսելով կարող են ասել, գժվել ես, ինչ է, իսկ ես էլ կասեմ, այո, գժվել եմ, ինչու չգժվեմ։ Լավ, շնորհակալություն։ Հիմա կարող ես նույնը ասել շատ տխուր, շատ տխուր։ Եվ ինձ լսելով կարող են ասել։ Հələ մի ընդհատի, տես ասում ես եւ ինձ լսելով կարող, մի նախադասության պես ասա, եւ ինձ լսելով կարող են ասել գժվել է, ինչ է, այդքանը։ Եվ ինձ լսելով կարող են ասել գժվել է, ինչ է։ Իսկ ես էլ կասեմ։ Այո, գժվել եմ։ Ինչու չգժվեմ։ Ինչ։ Դե արի, ուրեմն այդպես անենք, հա, դիալոգ, ասա եւ ինձ լսելով։ Եվ ինձ լսելով կարող են ասել. Գժվել ես, ինչ է։ Իսկ ես էլ կասեմ. Այո, գժվել եմ։ Ինչու չգժվել։ Լավ, շնորհակալություն, շուտ ասելուկ փորձենք իրար հետ։ Ինչու։ Բայց լավ կասես։ Արի այսպես կարճն եմ հանձնարարում։ Ձուկ գլորեմ, ձուկ ուտեմ, մուկ գլորեմ, մուկ ուտեմ։ Ձուկ գլորեմ, ձուկ ուտեմ, մուկ գլորեմ, մուկ ուտեմ։ Բարձր որ վերջում լսվի։ Ձուկ գլորեմ, ձուկ ուտեմ, մուկ գլորեմ, մուկ ուտեմ։ Հիմա այնտեղ անտառի մեջ են։ Ձուկ գլորեմ, ձուկ ուտեմ, մուկ գլորեմ, մուկ ուտեմ։ Մի քիչ էլ բարձր։ Ձուկ գլորեմ, այսպես։ Ձուկ գլորեմ, ձուկ ուտեմ, մուկ գլորեմ, մուկ ուտեմ։ Շատ լավ, ապրես։ Շնորհակալություն։ 4 հոգի, ով է գալիս։ Ձեր ընտրությամբ 4 հոգի եկեք այստեղ։ Ուրեմն այսպես 4 գեղեցկուհի մեզ մոտ են։ Հիմա այսպիսի մի հանձնարարություն եմ տալիս ձեզ եւ այս տեսակ բարերի ցանկ ասեմ, հա, ուրեմն մեր դռանը կա 10 տանձի ծառ։ Կհիշես։ Ասա։ Մեր դռանը կա 10 տանձի ծառ։ Ահա, հիմա դու պիտի շարունակես 10 տանձի ծառի ծերին 10 հասած տանձ։ Կհիշես, 10 լավ, ուրեմն դու միայն ասա 10 տանձի ծառի ծերին 10 տանձի ծառի ծերին։ Այդքանը կհիշես, հիմա դու ասա սկիզբը։ Մեր դռան նկա։ Մեր դռանը կա 10 տանձի ծառ։ Բարձր, 10 տանձի 10 տանձի ծառի ծերին կա կա չէ, 10 հասած տանձ։ 10 հասած տանձ։ Կհիշեք այսքանը, երեխեք շատ գնացինք արդեն հեռու։ Ահա, Մեր դռանը կա 10 տանձի ծառ։ 10 տանձի ծառին ծերին 10 տանձի ծառ։ 10 հասած բարձր 10 հասած տանձ։ Ահա, հիմա դու ասում ես ձեր դռանն էլ կա 10 տանձի ծառ։ Ձեր դռանն էլ կա 10 տանձի ծառ։ 10 չէ, 10։ Հիմա այսպիսի ձայնի ուժեղության վարժություն ենք անում։ Շունչ ենք վերցնում, տեսեք։ Քթով շունչ ենք վերցնում։ Ասում ենք հետևյալը. Հեյ, տեսեք ինչքան ցածր։ Երկրորդը. Հեյ, երրորդը. Հեյ, հենց առի հետևում է։ Կարող ենք 3 տարբեր ինտոնացիաներով, հա։ Հեյ, 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 հետո դուք բոլորդ կմիանաք, լավ։ Շունչ վերցրեցինք, գնաց։ Նորից։ Նորից։ Մյուսին դուք եք միանում։
Հեյ։ Գնացինք բոլորս։ Հեյ։ Նորից։ Հիմա վերջի հեյը պահենք, տեսնենք ինչքան կգնանք երկար։ Այսքան։ Հիմա տեսեք, կարող ենք ասել մ տառակապակցությունը կարող ենք, չէ՞։ Գնացինք Սա վարժություն էր, որպեսզի մեր ձայնի ինտոնացիան եւ ձայնը շնչառության շնորհիվ բացվի։ Հիմա լսենք ու տեսնենք երեխեքի ձայնը բացվեց, թե ոչ։ Մի հատ էլ նույնը ասում ենք մեր դռանը կա 10 տանձի ծառ, 10 տանձի ծառի ծերին, 10 հասած տանձ, փակ քթանցքերով։ Հետո բացում ենք ու բացած։ Գնացինք, փակեցինք, ռոբոտի պես, գնաց Մեր դռանը կա 10 տանձի ծառ, 10 տանձի ծառի ծերին, 10 հասած տանձ։ Հիմա բացած։ Մեր դռանը կա 10 տանձի ծառ, 10 տանձի ծառի ծերին, 10 հասած տանձ։ Իրար դիմաց կանգնեցինք։ Գնաց Բարձր։ Մեր դռանը կա 10 տանձի ծառ, 10 տանձի ծառի ծերին, 10 հասած տանձ։ Շնորհակալություն, Սոնա, ինչ բանաստեղծություն գիտես անգիր։ Չարենցի ես իմ անուշ Հայաստանի։ Լսենք Սոնային։ Խմբակային բոլորդ միասին։ Բոլորը միասին մի հատ բանաստեղծություն։ Փորձենք։ Ինձ էլ է հետաքրքիր, ես այդպես չեմ փորձել։ Առաջ եկեք։ Ես իմ անուշ Հայաստանի արևահամբարն եմ սիրում, մեր հիսազի ողբանվակ լացակումած լարն եմ սիրում, արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վարման ու նայրյան աղջիկների հեզաճկում պարն եմ սիրում։ Բրավո։ Ինձ շատ հետաքրքրեց մի հարց, ինչպես դուք որոշեցիք դառնալ դերասանուհի, որն էր ձեր մոտիվացիան, ինչպես առաջացավ այդ ցանկությունը։ Սիրով կպատասխանեմ այս հարցին, տեսեք, ես ծնվել եմ դերասանի ընտանիքում, մայրս նույնպես դերասանուհի է, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստուհի Արև Սանթրոսյան, եւ փոքր տարիքից ես թատրոնում եմ մեծացել, կարելի է ասել, մայրիկս աշխատում է Պատանի հանդիսատեսի թատրոնում եւ ամեն օր գնում էի իր մոտ, դասերից հետո գնում էի մայրիկի մոտ, որտեղ փորձեր էին, ներկայացումներ էին եւ այդ աշխարհը ինձ համար հեքիաթային աշխարհ էր ու շատ հետաքրքիր ու ամեն օր լինելով այնտեղ, կարծես ուրիշ կերպ չէի էլ պատկերացնում, որ աշխարհում կա ուրիշ մասնագիտություն, տեսնում էի այդ ամենը եւ շատ սիրեցի այդ հետաքրքիր ու զարմանահրաշ աշխարհը, որ դու կարող ես ամեն երեկո մի ուրիշ մարդու կյանքով ապրել։ Այսինքն այս երեկո ես խաղում եմ ինչ-որ մեկի կերպարը, ուրեմն ապրում ես իր կյանքով, մեկ ուրիշ օր ծեր տատիկի կերպար ես խաղում, ապրում ես իր կյանքով, մի ուրիշ օր խաղում եմ երիտասարդ աղջնակի կերպար, այդ հետաքրքրեց ինձ շատ եւ մտածում էի, որ դրանից հետաքրքիր մասնագիտություն չկա, որովհետեւ երբ դերասան ես, կարող ես մի օր բժիշկ լինել, մի օր կարող ես ուսուցիչ լինել, մի օր ինժեներ կարող ես լինես, բոլոր մասնագիտությունները ներառում է իր մեջ դերասանի մասնագիտությունը։ Ու ահա այդպես էլ որոշեցի ու դարձա դերասանուհի։ Ինձ շատ հետաքրքրում է, ինչպես է որ տեսախցիկի դիմաց աշխատելիս չեք կաշկանդվում։ Տեսեք, դա շատ երկար ժամանակ է պահանջում, շատ երկար աշխատանք է, դա էլ է մտնում մեր մասնագիտության անմիջական կարևոր բաներից մեկն է դա։ Ժամանակի ընթացքում, տեսեք, ես ասեցի, չէ, 4 տարի սովորում ենք թատերական ինստիտուտում, 2 տարի էլ մագիստրատուրա, այսինքն 6 տարի ուսում ենք ստանում ամբողջական։ Եվ այդ ժամանակ, այդ ընթացքում ինստիտուտում կա նաև առարկա աշխատանք տեսախցիկի հետ, աշխատանք միկրոֆոնի հետ, առանձին առարկաներ են դրանք, որ
մենք սովորում ենք ժամանակի ընթացքում։ Իհարկե, երբ ես առաջին կուրսում էի սովորում, երբ ես նոր էի դարձել դերասանուհի եւ պետք է առաջին անգամ գնայի որևէ հաղորդման հյուր, երբ մեզ հրավիրեցին, ամբողջ գիշեր չէի քնել, կաշկանդվում էի, ինչ եմ խոսելու, ոնց եմ խոսելու, նայելու եմ կամերային, չեմ նայել։ Հիմա տեսեք, նույնիսկ չեմ էլ նկատում, որ մի քանի տեսախցիկ մեզ նկարահանում է։ Ոնց որ դա դարձել է մեր առօրյա աշխատանքը, երեխեք։ Ես Սոնան եմ, ինձ հետաքրքրում է, երկար ժամանակ ձեզնից պահանջվեց, որ դուք հասնեք ձեր նպատակին։ Տես, եթե ես հիմա համարեմ, որ հասել եմ արդեն իմ նպատակին, այլևս ոչինչ չեմ անի, ես դեռ չեմ հասել, ամեն օր նպատակները փոխվում են, ամեն օր նպատակները և ձեզ էլ իբրև ապագա սերունդ անպայման խորհուրդ կտամ, որ միշտ նպատակը ունենաք և չավարտվի դրան հասնելուց հետո ոչինչ չավարտվի, նպատակ դրեք, անպայման ձգտեք և հասեք դրան, բայց հենց հասակ, հաջորդ րոպեին պիտի նոր նպատակ ունենաք, որպեսզի ճանապարհը միշտ հետաքրքիր լինի։ Ինձ հետաքրքրում է, քանի տարի եք դուք զբաղվել դերասանությամբ։ Վայ ջան, ես արդեն 25 տարի է զբաղվում եմ թատրոնով, ես 16 տարեկան էի, ընդունվեցի թատերական ինստիտուտ Երևանում, իմ կուրսի ղեկավարը Սոս Սարգսյանն էր, իր երջանիկ էի, որովհետև ինձ հաջողվեց ուսանել հենց իր կուրսում, իր արվեստանոցում, և առաջին կուրսի ուսանողուհի էի, սեպտեմբերից գնացինք դասերի, հունվար ամսին ինձ հրավիրեցին թատրոն, տվեցին մանկական ներկայացման մեջ, կարմիր գլխարկը ներկայացման մեջ մի հատ փոքր դեր։ Եվ դա ինձ համար պատկերացնում եք ինչ մեծ երջանկություն էր 16 տարեկանում արդեն թատրոնում դեր խաղալ։ Այդ օրվանից 2000 թվականի հունվար ամսից մտել եմ թատրոն, իմ հարազատ համազգային թատրոնը եւ մինչ այսօր խաղում եմ ու ստեղծագործում եմ հենց այդ թատրոնում։ Որն է ձեր ամենաջերմ հիշողությունը մանկությունից։ Մանկությունն ինքնին վառ հիշողություն է իրենից թելադրում, երբ այդ տարիքում ընտանիքով շրջապատված ես, երբ ապրում ես եւ դեռ մեծ հույսեր ու սպասելիքներ ունես կյանքից, ինքնին արդեն դա վառ հիշողություն է։ Գումարած իհարկե նորից իմ մանկության վառ հիշողությունները կապված են էլի թատրոնի հետ, ինձ երջանկացնում էր, որ ես այսօր էլ հնարավորություն ունեմ գնամ թատրոն մայրիկիս մոտ եւ ներկա լինեմ որևէ փորձի ու ներկայացման։ Էդ էլ ինձ համար մանկության վառ հիշողություններից մեկն է։ Որն է եղել դպրոցական ամենասիրելի առարկան։ Իրականում լավ եմ սովորել, բոլոր առարկաներն էլ սիրելի են եղել, քանի որ եթե ուսում էր, ուրեմն պետք էր անել լիարժեք, բայց իհարկե ամենասիրելին գրականությունն էր, որտեղ ես կարող էի դրսևորվել նաև արդեն որպես դերասանուհի այն ժամանակ։ Եվ գեղեցիկ ասմունքում էի, երբ անգիրներ էին հանձնարարում պատմելու առարկաները պատմում էի ինքս իմ կողմից հավելելով։ Ով է ամենամեծ դերն ունեցել ձեր մասնագիտության ընտրության հարցում։ Իհարկե մայրս, քանի որ մասնագիտությամբ դերասանուհի է, բայց ինքը երբեք չի ուղղորդել, շատ պասիվ է եղել ուղղորդման դերում, թողել է մեզ եւ ես էլ քույրս շատ մասնագիտություններում տատանվեց ու վերջում միևնույնն է ընտրեց դերասանուհու մասնագիտությունը, իսկ ես հենց սկզբից հստակ գիտեի, երբ արդեն խոսել եւ քայլել գիտեի, առաջին բանը, որ կարողանում էի ասել, որ ես մեծանամ դառնալու եմ դերասանուհի, այլ կերպ չէի պատկերացնում։ Եթե հնարավորություն ունենայիք ընտրելու մեկ օր ձեր անցյալից կամ ապագայից, որ օրը կընտրեիք։ Անցյալից կուզեի ընտրել յուրաքանչյուր օր այն օրերից, երբ անցկացնում էինք Արցախում։ Իսկ դա շատ են եղել այդ օրերը, մենք թատրոնով շատ ենք ճամփորդել, հյուրախաղերի ենք հաճախ եղել եւ այնտեղ անցկացրած յուրաքանչյուր օրը երջանկություն էր, պինդ ողնաշար էր, ամուր էր, հաղթանակած էր ամեն բան թվում։ Եթե հնարավորություն ունենայիք ճամփորդելու ժամանակի եւ տարածության մեջ, որ ժամանակը կընտրեիք եւ ուր կգնայիք։ Միշտ աշխատում եմ ապրել այնպես, որ այս պահին եւ այս ժամանակ լինի հետաքրքիր իմ կյանքը եւ այդպես էլ կա, այդպես էլ ապրում եմ, բայց իհարկե եթե ծանոթ լինելով համաշխարհային գրականությանը, առնչվելով նաեւ ուրիշ ժամանակաշրջանների արվեստին ու թատրոնին, շատ կուզենայի որևէ կարճ ժամանակով գոնե ապրել 18-րդ դարի ժամանակաշրջանում։ Մանկության ինչ երազանք եք իրականացրել մեծ տարիքում։ Առհասարակ ես իմ երազանքները անպայման շատ արագ վերածում եմ նպատակների, որպեսզի իրենք իրագործելի լինեն։ Այն երազանքը, երբ մտքիս գալիս է, բայց հասկանում եմ, որ դա մի քիչ անհեթեթ է եւ ինքը կմնա ամբողջ կյանքում էլ երազանք, օրինակ թռչել կարողանալ կամ լուսնի վրա հայտնվել, ապա ես իրենց
շատ արագ իմ կյանքից եւ մտքից հեռացնում եմ։ Իսկ այն նպատակները, երազանքները, որոնք արագ վերածվել են նպատակների, դրանք գրեթե բոլորն էլ իրագործվել են։ Այնինչ կախված էր ինձանից եւ իմ աշխատելուց, իմ անելուց, իմ ստեղծելուց, դրանք բոլորը կարող եմ համարել իրականացված, իսկ նորերն էլ դեռ առջևում են։ Եթե հանդիպեիք ինքներդ ձեզ մանուկ հասակում, ինչ խորհուրդ կտայիք ապագայի համար։ Նախ կասեի ապրես դու, որովհետև ճիշտ մասնագիտություն ես ընտրել եւ ճիշտ ձևով ես փորձել կյանքդ դասավորել եւ ապրել, իսկ եթե մի խորհուրդ կասեի, մի փոքր ավելի համբերատար եղիր եւ ամեն բան շատ ավելի լիարժեք կվայելես, քան շտապելու արդյունքում։